Ողջույն բոլորին, այսօր շատ հետաքրքիր թողարկում է լինելու, քանի որ բացելու եմ 4 տարբեր թեմաների 3-ական կինդերներ, ընդհանուր բացելու եմ 12 կինդեր։ Այս գաղափարը վաղուց ունեի, բայց չէր ստացվում, քանի որ ուզում եմ միշտ տարբեր թեմաների կինդերներ բացեի, նայեի, համեմատեի և գնահատեի։ Եկեք մի անգամից սկսեմ, խոսենք թեմաների մասին տարբեր 4, համեմատած ամենահին, եթե կարելի այդպես ասել, մինչև ամենավերջինը։ Այս դեպքում ունենք ամանորյա թողարկում, առաջինը, երկրորդը դրանք Նատունսի փոքր դինոյի ձագուկներն են, երրորդը Playmobil-ն է և որը վերջերս է դուրս եկել, ամենաթարմ թեման դա Star Wars-ն է։ Եկեք մի անգամից սկսեմ բացել և կխոսեմ թեմաների մասին և կներկայացնեմ, թե ինչ են իրանցից ներկայացնում։ Այստեղ ես ասեմ, որ ամանորյա թեմաները ինձ շատ ծանոթ են, եթե դիտողներից կան մարդիկ, ովքեր տեսել են իմ նախորդ տեսանյութերը, պարզ այնտեղ կլինի, որ բոլորին ծանոթ եմ և հավաքել եմ, ուղղակի մենք պետք է հավաքենք մի քանի հավաքածու, դրա համար սպիտակար չես հիշում, ամենադժվարն է հավաքվում, դրա համար նորից գնել եմ, եք մտնայինք ամեն դեպքում, սպիտակար չէ և իր դետալը, որի շնորհիվ կարելի է կախել տոնածառից կամ դարձնել ընդհանուր շղթա խաղալիքները մեկը մյուսի հետ կցելով։ Մի փոքր ասեմ նաև փաթեթավորման մասին, այստեղ մենք ունենք 4 թեմա և միայն ամանորյա թեման է, որ ունի 3 տարբեր փաթեթավորում։ Ձմեռը պապին բացեցինք, եղջերու կամ եղնիկը, և ձնեմարդ կտեսնենք, ձնեմարդ և ձնեմարդ, այդ ձնեմարդը ինձ շատ չարչարեց, շատ փնտրեցի ձնեմարդ, ճիշտն ասած, այս տարվա ամանորյա կինդերի հավաքածուն հավաքելուց ամենադժվար հանդիպող դուրս եկող ֆիգուրն էր։ Ամեն դեպքում ամանորյա թեմաները մի փոքր ավելի իր դետալները, ամեն ինչ ավելի մանրակրկիտ է արած երևի, ես էլ մի փոքր ավելի շատ եմ սիրում։ Եվ ձնեմարդը, բայց ամեն դեպքում նայենք ժամկետը, այո, 2025 թվականի սեպտեմբերի 22-ին արտադրվել է, դեռ մինչև այս տարվա հունիսի 19-ը ուժի մեջ է։ Այսօր փետրվարի 26-ն է, 2026 թվականի, այսինքն դեռ բավական ժամանակ ունենք։ Գիտեք ինչքան ուրախ եմ այս ձնեմարդը, որ երկու հատ դուրս եկավ, ինչքան եմ փնտրել այս ձնեմարդուն։ Կրկնությունը չեմ սիրում, բայց սա այն դեպքն է, որ միակ դեպքերից է, որ ուրախանում կրկնության համար։ Այս առաջին թեման, որ բացեցինք, անցնենք դինոներին, ուրեմն այս դինոները, եք սկզբից մի հատ ժամկետը նայենք, ուրեմն 25 թվականի նոյեմբերի 25-ին արտադրվել, մինչև այս տարվա օգոստոսի 22-ը, դե բնականաբար ժամկետը վերաբերում է շոկոլադին։ Ես շատ եմ սիրում նաև Նատունսի թեման, իմ ամենասիրելի թեմաներից է։ Բայց մի փոքր նկատառում, որ փոքր են այս ֆիգուրները, ինչքանով ես ուսումնասիրել եմ, նայել եմ, բայց նաև մոռացանք ցույց տանք
ընդհանուր նկարը։ Հիմա ցույց կտամ։ Գեղեցիկ է ամեն դեպքում։ Այդքան փոքր չի։ Եկեք մի հատ ես ձեզ ցույց տամ ամանորյան նկարը ընդհանուր։ Ամանորյան ես հիշում եմ առաջին գեղեցիկ է շատ։ Ամեն ինչ արված։ Առաջին վիդեոն, որ արեցի, դուրս անեցի, 39 կինդր բացեցի եւ ընդհանուր 12 հավաքածուից դուրս չեկավ այս ձնե մարդը։ Այդպես էլ է լինում։ Հավաքածուն 12-ն է, 39 կինդր բացում ես ու ամբողջությամբ չես հավաքում։ Դինոն գեղեցիկ էր։ Հիմա երկրորդը բացելուց ցույց կտամ արդեն։ Այս տարի շատ բացեցի, ճիշտն ասած։ Կարևորը տարբեր է, գիտեք։ Կարևորը որ տարբեր լինի, կրկնություն դուրս չկա, չնայած 3-ն է։ Դինոները շատ պարզ, երկու հատվածից կազմված հավաքվում ու վերջ։ Բայց գեղեցիկ են էլի շատ։ Բնական գունային համադրությունն է գեղեցիկ նաև։ Դինոները այսպես դնենք, որ նյութն է շատ լավ։ Ուրեմն այս ընդհանուր դինոների հավաքածուն է, որոնք 16-ն են։ Հիմա դա էլ կասեմ, որը քանիսն է։ Այս արդեն դնենք մի կողմ։ Ընդհանուր հավաքածուն 16-ն է, երկուսը դուրս եկավ եւ վերջին մեր դինոն։ Ինչ եմ ես միշտ մտածել, ուրեմն համատելու համար ինքը շատ լավ է, որ էլի կրկնություն չի։ Համատելու համար շատ լավ է, որ տարբեր թեմաներ մարդ հավաքի, բացի, համեմատի, գնահատի եւ ես սա շատ փոքր է արդեն։ Ես մի դինոն բավական փոքր է, բայց ասեմ, որ շատ լավ է արած։ Ընդհանրապես Նատումսի ամեն թեման իրանք շատ լավ են անում։ Սրանք էլ որ մենք նայում ենք հերթով։ Եվ ֆակտուրան շատ լավ բնական արած է։ Էդ էլ է կարևոր, գիտեք։ Մանուկներ կան, որ ավելի տպավորիչ է, երբ որ այդ մանուկներին իրանք ուշադրություն են դարձնում։ Ես դինոն չի ուզում կանոնում, տեսեք ձախուկ է։ Երրորդ մեր թեման Playmobil-ն է, այս էլ է շատ ակտուալ թեմա, մատնանք ժամկետը, սա էլ 2025 թվականի նոյեմբերի 17-ին արտադրվել է, մինչև այս տարվա օգոստոսի 14-ը ուժի մեջ է։ Ուրեմն, տեսնենք, ես պետք է այստեղ կինդերները բացեմ ու վերջում ոչ հենց հիմա, ոչ տեսանյութի ժամանակ որոշեմ պետք է ամենայն հավանականությամբ այս 4-ից, բայց արդեն քանի որ նոր տարվան ունեմ, այլ նոր տարվան բնականաբար չեմ բացի, այդքան չեմ անդրադառնա, սա եւի վերջին նոր տարվա կինդերի բացելներ։ Պետք է այս 3-ից ընտրեմ մի թեմա եւ ամբողջական կամ մեծ քանակի բացեմ։ Այստեղ Playmobil-ի առաջի մեր ֆիգուրն է դուրս գալիս, եթե հանկարծ բային անունը չեմ էլ հիշում։ Նայեք, այստեղ էլ գրած է Playmobil։ Այնտեղ նաև DC պետք է լինի։ Բայց գեղեցիկ է շատ։ Իրա գունային ես նայել եմ, դե բնական է միջև այս բացելը։ Հա, բավական մեծ է։ Ամենամեծ ֆիգուրներն են։ Ամենամեծ ֆիգուրները Playmobil-ն է։ Այս փոքրը շատ է համահանում։ Եկեք տեսնենք այստեղ ինչ ունենք։ Ու սա արդեն պարզ է եւ մեր ընդհանուր հավաքածուն։ Գեղեցիկ է եւ շատ, այո, գեղեցիկ գույներ են։
Playmobil-ը նույնպես 16 ֆիգուրից է կազմված ընդհանուր հավաքածուն։ Դա իհարկե բարդացնում է։ Այստեղ ամանորյան 12 է, դինոները նատունսի փոքր 16, Playmobil-ը 16 և Star Wars-ը էլի գեղեցիկ էր բար, Star Wars-ը 10 է։ Սրանքն են շատ հեշտ հավաքվում, ընդհանրապես երկու հատվածից են կազմված, ձեռքերը ասեմ շարժական են բոլորի, գլուխն էլ է շարժվում։ Այս պահին անունները չեմ անում, ճիշտ ասած այս երկուսի անունները չեմ հիշում։ Մեր երրորդ վերջին Playmobil-ի ծրիկն ենք բացում։ Միգուցե մի քիչ տեսախցիկը հետ տանեմ, հեսա մի վայրկյան սա էլ բացեմ։ Եվ մեր Սուպերմեն, չէ, սա մի վայրկյան հիշեմ, չեմ հիշում, Wonder Woman, բայց իրոք շատ գեղեցիկ է, այո։ Գույները, ամեն ինչ շատ գեղեցիկ է արված։ Եկեք մի փոքր ես տեսախցիկը հետ տանեմ, որպեսզի ավելի լավ երևա։ Սա էլ այսպես։ Բացեցինք մեր երրորդ թեման։ Ինչ ծանր է, բավական ծանր կինդր է։ Մեկ սա ժամկետն նայենք ու սկսենք բացել։ Հա, սա դեկտեմբերի անցած տարվա 25 թվականի դեկտեմբերի 3-ին արտադրվել է, մինչև օգոստոսի այս տարվա 26-ի օգոստոսի 30-ը ուժի մեջ է։ Ճիշտ այս տարի շատ բացեցի կինդրներ։ Եվ այդ շոկոլադ իշտ է համեղ է, հաճելի է, բայց այդքան շատ ուտելն էլ չի լինի, միաժամանակ բացի էլ շատ լինի, թե քիչ լինի, հյուրասիրել կա ու կա։ Այդ հաճիկով նաև կհյուրասիրեմ շոկոլադը։ Տեսնենք ինչ հերոս դուրս եկավ։ Ես ավելի փոքր էի սպասում։ Մի վայրկյան եկեք իր թուղթը նայենք։ Ամեն դեպքում տեսնենք ինչ է ներկայացնում Star Wars-ը։ Star Wars-ը ունի, այո, վայրկյան 10 ֆիգուր, 10 հերոս է։ Ես նայել եմ ճիշտ նայած, այս երևի իմ ամենասիրելի հերոսներից է։ Որպես կինդրի ֆիգուր։ Star Wars-ին այդպես ես ճիշտ ասած ֆիլմը հիմա որ ասեմ ճանաչում եմ անուններ գիտեմ, չէ, այսի ավելի ճիշտ էսպես։ Ինքը իր տակդիրով կդառնա ամենամեծը։ Բայց առանց տակդիրի փոքր ֆիգուրը համատած։ Այսպես, չէ, երևի այսպես, չէ, ամեն դեպքում այսպես։ Նայեք, ինքը նաև ունի պիտակ, այս Star Wars-ը, որը իհարկե չեմ սիրում։ Այս մեծ Star Wars-ի առաջին հերոսը։ Հա։ Դժվարությամբ է կանգնում, քանի որ մի վայրկյան, քանի որ մեր հարթակը այդքան էլ ամուր չի, փափուկ կտորից է։ Տնենք ուղղակի այսպես հավասարակշռությունը պահելու համար։ Վերջ։ Քանի որ Star Wars ունի պիտակներ, դա արդեն մի հատ իմ համար մինուս է փոքր։ Երկրորդ հերոսն է դուրս գալիս Star Wars-ի։ Քանի որ պիտակները այդ ավելորդ ինչ-որ բան է, որը ընդհանրապես պետք չի։
Այս հերոսի անունը չեմ անում, ճիշտն ասած չեմ հիշում։ Ես կարծում եմ ճիշտ եմ։ Դնում։ Այս հերոսը չունի ձեռքում ոչինչ։ Մատնանք։ Եվ անցնենք մեր ամենավերջի։ Նայեք, ամեն դեպքում այս հերոսներն էլ, այս ֆիգուրներն էլ ունեն իրար հետ միանալու հնարավորություն, որ նայենք այսպես ցույց տամ։ Մեկը մեկի հետ կարող ենք այսպես կրցել, ամրացնել ու վերջ, այսպես միանում են իրար։ Եվ մեր ամենավերջի հերոսը, կինդերը, հետո անցնենք, ինչ լավ է, ինչ լավ, որ համ կրկնություն դուրս չեկավ, համ լավ այն հերոսները, որոնք ինձ ավելի շատ են դուր եկել։ Այս ամենաաջ հերոսին էի միշտ ուզում, ինչքան այլ եմ եկել, սրան էի ամենաշատ ուզում, ընդդեք մի երկուսն էլ կան, 10-ից մի 3-4-ը ամենաշատն էի ուզում։ Մեր հերոսին դնենք այստեղ։ Գեղեցիկ է, կարծում եմ այս իրանց ձեռքի, չգիտեմ, թուր է, ինչ է, զենքերը պետք է որ լուսարձակ են։ Մատ այսպես նայենք, ֆոկուսը, ու դնենք։ Ամեն ինչ երևում է, եկեք մի փոքր վերլուծություն անեմ ու վերջացնեմ տեսանյութը։ Բացեցիմ 4 տարբեր թեմաներ, 3-ական կինդեր բացեցի, ամանորյան ես արդեն ունեմ, մի անգամ էլ ասեմ, ամանորյան կազմված է 12 ֆիգուրից, Դինոն և Playmobil-ը յուրաքանչյուր 16 ֆիգուրից, բավական շատ են, դժվար է դնելու, և մեր վերջին Star Wars-ը կազմված է 10 ֆիգուրից կոլեկցիաների հավաքածուները։ Ես երբ որ բացեցի նոր տարվա թեման, գնահատել եմ այնտեղ 5-ից 4, 10-ից 8 զուտների համար, որ ինքը կրկնություններ ուներ, այսինքն նախորդ տարիների ֆիգուրները մի փոքր գունային և մի փոքր դետալային փոփոխությամբ այս տարի թողարկել էին էլի։ Դրա համար ես գնահատել եմ 4, բայց եթե գնահատեմ այս շրջանակում, այսինքն համեմատելով այս 4 թեմաները, այստեղ արդեն ես ամանորյա թեման, քանի որ տեսել եմ, ունեմ բոլորը, գնահատում եմ 5։ Ընդհանրապես ամանորյա թեման իմ ամենասիրելի թեմաներից է։ Երկրորդը Դինոները, որը նույնպես Նատունսը իմ ամենասիրած թեմաներից է, բայց երևի 5 չեմ գնահատի, մի քիչ փոքր են իմ կարծիքով, այդ բոլորը նույն չափի կինդերներն են 20 գրամանոց, տեսնում եք ինչքան չափային տարբերություն կա, բայց առանձնապես դժգոհություն չունեմ։ Եթե գնահատեմ Playmobil-ը, կգնահատեմ երևի էլի 5 բալանոցով կգնահատեմ 4, լիարժեք 4։ Playmobil-ի գուներն եմ շատ հավանել։ Playmobil-ին այն եմ հավանել, որ ինքը ամբողջական ֆիգուրներ են։ Օրինակ, այս մեր Star Wars-ը բոլորն ունեն միաժամանակ նույն տակդիրը, սև պլաստմասե տակդիրը, որը բում ֆիգուրը շատ է փոքրացնում։ Այդ իմ դուրը չի եկել այդքան։ Դա իհարկե կինդերը օգտագործում է իր գործը հեշտացնելու համար։ 10 ֆիգուրա, 10-ի համար ամբողջական ֆիգուրի կեսը նույն տակդիրն է, իսկ Playmobil-ի դեպքում ամբողջական ֆիգուրներ են։ Playmobil-ը մի փոքր նմանություն ունի Lego-ին, հեռական նմանություն ունի, նույնիսկ ոչ այդքան հեռակա։ Ամեն դեպքում գնահատեմ 5-ից լավ 4, նույնիսկ մտածում եմ արժի 5-ից 5 կամ 4+, 5-ից 5 չէ։ Նրա համար չէ, որտեղ իրանք շատ ունեն որոշակի նմանություններ տեսքով,
Նու բնականաբար այս թեման դա է լինելու։ Չեմ ուզում շատ երկար խոսամ, ամեն դեպքում լիարժեք 4 իմ հավանած թեման է։ Եվ մեր վերջում այս Star Wars-ը գնահատեմ երևի արդեն 4-, Playmobil-ն էլ եմ 4 դնում, սա 4, բայց Playmobil-ը 4+, այսինքն 4.5 գնահատեմ, նա եթե բալերով 3.5 կամ 4-։ Այս պահին նայելով ֆիգուրները ամբողջական այս 3-ը 12-ը, քանի որ նոր տվարում ենք բացառում ենք, ամենայն հավանականությամբ ես կուզենամ առաջին հերթին ամբողջությամբ ունենամ, նաև հա արդեն ասացի, որ դուրս չեկա, որ ունեմ պիտակներ այս ֆիգուր, դրա համար էլի մի քիչ կես բալ կամ մի բալ ցածր եմ գնահատում Star Wars-ը։ Այս բոլորից ես եւի ամենաշատը կուզենամ ունենալ Playmobil-ը ամբողջությամբ։ Star Wars-ը հեշտ կլինի, քանի որ 10 ֆիգուր է, Playmobil-ը 16 ֆիգուր է, բայց ամեն դեպքում Playmobil-ը ավելի շատ ես հավանեցի։ Նոր տարվանից հետո, այո։ Ամենայն հավանականությամբ կխնդրեմ դուք էլ դիտողները, ով հետաքրքրված է, ով գիտի կամ նույնիսկ ուղղակի այսպես չիմանալով տեսավ այս 4 սերիան, 4 թեմաները, եթե հետաքրքիր է գրեք, թե որ թեման ձեզ ավելի շատ դուր եկավ եւ որը կուզենայիք, որ հավաքվեր եւ ես հավաքեի եւ ցույց տայի ձեզ ամբողջական հավաքածուն։ Ինձ դուր եկա Playmobil-ը համատած այս 3-ից եւ ամենայն հավանականությամբ մոտակա օրերին ես կբացեմ ավելի շատ քանակի Playmobil-ի կինդերներ, փորձեմ ունենալ ամբողջ 16 ֆիգուր, ամբողջ հավաքածուն։ Գոհ էի շատ 12 ֆիգուրից բացեցի, ընդհանրապես մի կրկնություն դնեմ եւ դա ավելի շատ ինձ ուրախացրեց, քանի որ ամենաշատ փնտրածները իմ կողմից դնեմ արդը։ Այս անգամ այսքանը, եւս մեկ անգամ ասեմ, այսօր 2026 թվականի փետրվարի 26-ն է, այս անգամ այսքանը, առայժմ